Կիվեստում քննարկվում էր հենց Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը, դա էր սեղանի վրա եւ շատ մոտ էինք այդ տարբերակին։ Բայց մենք միակողմանի չէինք հռչակում, որովհետեւ այդ հռչակելը կնշանակեր մեկ բան. բանակցային գործընթացի ձախողում եւ պատերազմ հրահրելու առիթ։ Այս կազուս բելի կոչեցյալ։ Եվ նայեք, եւ մենք այդ բանակցությունները ես չեմ կասկածում, որ արդյունքում մենք կբերեինք մեր ցանկացած տարբերակին։ Ավելի ասենց պարզ ասեմ, մենք կոնցեպտը հետեւյալն էր. անվտանգային համակարգերը ունենալ միասնական, ասենց երկու պետություն, մեկ բանակ ըստ էության, երկու պետություն, մեկ անվտանգային համակարգ։ Եվ բանակցել եւ արդեն ժամանակի մեջ այդ խնդրի լուծումը տալ եւ նման օրինակներ կար, եթե դուք նայեք օրինակ Արևելյան Տիմորի պատմությունը, նայեք Էրիտրեայի պատմությունը, մի բան է պետք. հետևողական աշխատանք եւ ճիշտ քայլեր։ Հիմա ինչ է արել Նիկոլ Փաշինյանը 18 թվականին։ Խաթարել է բանակցային գործընթացը, միակողմանի հայտարարել է Արցախ Հայաստանը եւ վերջ, եւ ըստ էության ստեղծել է մի վիճակ, որ լեգիտիմության ինչ որ բան էինք հաղորդել Ադրբեջանի ագրեսիայի համար։ Մենք հենց ինչ որ դուք ասում եք, չենք արել հենց դրա պատճառով, որ նման խնդիրներ չունենանք 94 թվին, 7 թվին, 2000, 2008, հենց դա է։ Սա անպատասխանատվության ծայրահեղ ավելի շատ, ասենց ասեմ, տգիտության, հիմարության բաներ, կիրառումներ ուղղակի։ Մեր բանակցային գործընթացի երաշխավորները եղել են Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Ֆրանսիա։ Ֆրանսիայի դեմս Ֆրանսիա Եվրոմիություն։ Եվ խնդիրները Հայաստանը ունեցավ այն ժամանակ, երբ այս երեակին մերժեց։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը ասեց ինձանից ինչ եք ուզում, գնացեք Ղարաբաղի հետ քննարկեք։ Սենց էր ասում, չէ՞։ Գնացեք Ղարաբաղի հետ քննարկեք։ Ինչա մեր խելքը չէր կտրում էր։ Բայց դու չպետք է հատկապես երբ արդեն ռազմական բալանսը ինչ որտեղ խախտվել էր, դու չպետք է այդպիսի քայլ անես։ Դա պրովոկացիա էր, որը բերեց չափազանց ծանր հետևանքների։ Հենց որ մենք հայտարարեինք Ղարաբաղը որպես Հայաստանի կազմ, մենք կշեղվեինք, մենք այս խնդրի լուծումը կբերեինք երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի դաշտ։ Բայց մենք ամբողջ բանակցային գործընթացը տանում էինք ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա հենվելով։ Եվ սա մեր ուժն էր։ Դրա համար հնարավորություն եղավ երկար տարիներ ունենալ փաստացի անկախ Ղարաբաղ, որը ենթադրվում է, որ դեռ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, բայց փաստացի ճանաչվել է որպես ինքնորոշված ժողովուրդ, ինքնորոշված պետություն, որը ճանաչման փուլում է գտնվում։ Եվ մադրիդյան սկզբունքները դրա մասին է։ Միջազգային հանրությունը ասում է, ուղղակի այդ սկզբունքներով ասում է հետևյալը. դուք ինքնորոշվել եք, դուք process-ի մեջ եք, մենք հետևում ենք, մենք մասնակցում ենք այդ process-ին եւ որոշակի խնդիրների լուծելու պարագայում հանրաքվեով դուք կվերահաստատեք ձեր ընտրությունը։ Չէ, սա է մադրիդյան սկզբունքները, որ կարդում ես, հենց սրա մասին է։ Ինչ հարցեր կային, խնդիրային, որ մենք ունեինք անվտանգության գոտի Ղարաբաղի շուրջ։ Եվ ստե հարցը հետևյալն է, դու այդ անվտանգության գոտից հրաժարվում ես, հետո ես հարցը կարգավորում, բայց հենց հրաժարվում ես, դու խնդրեմ ես ունենում անվտանգային։ Դրա համար այդ հարցերը իրար հետ կապվում էին։ Եվ ես չեմ կասկածում, որ մենք հաջողության կհասնեինք, եթե չլիներ այն ավանտյուրիզմը ուղղակի, որը դրսևորվեց 18-19 թվականներին։ Հիշում եք, ես նույնիսկ կիրառեց տերմիններ, ինքը իրեն համարեց, որ սենց բանը, ինչ որ Ռեմբոյա միջազգային, վերջը գլխին տվին գիքոր դառավ։ Չէ, սա է։ Բայց գլխին տվին, իրեն գլխին տվին, ինքը գիքոր դառավ, բայց ժողովուրդն էլ կաղնեց ծանրագույն վիճակում։ Եվ իր ավանտյուրիզմի պատճառով 5000 զոհ, 11000-ից ավել վիրավոր։ Հիմա ասում են 5000 չի քիչ է։ Հրապարակեք։
հրապարակեք թվերը, որ մենք ճշգրիտ այն թիվը օգտագործենք, որը կլինի այդ հրապարակման մեջ, անուն, ազգանուն, ով է զոհվածը, որ գյուղից է, որ քաղաքից է,